երբ առաջին անգամ կանգնեցի նրա գագաթին ու բարձրացրի գլուխս, ես վախեցա, պատկերացումներս փշրվեցին, այնինչ տեսա ոչ թե լուսանկարի գեղեցկություն էր, այլ անողոք սառ ու անտարբեր հսկայական քարե կույտեր։ Սա այն պահն է, երբ հասկանում ես, լեռը քեզ չի սպասել, նա հազարավոր տարիներ կանգնած է եղել այստեղ ու հազարավոր տարիներ կլինի քեզնից հետո։ Առաջին հանդիպումը սեր չէր, դա հարված էր սեփական էգոյին, ուղղակի միայն գեղեցկությունը քիչ է։ Ես ինձ այնքան փոքր ու անօգնական զգացի, այդքան բարձր լեռների մեջ, որ ուզում էի շրջվել ու գնալ։ Ինչի եմ ես այստեղ։ Ում է պետք այս տառապանքը։ Այս հարցերը ու նմանատիպ հարցեր առաջանում են, երբ կանգնում ես, երբ քայլում ես։ Քաղաքում հիմա մարդիկ սուրճ են խմում, տաք են, ապահով են։ Իսկ ես կանգնած եմ մի կիսատ ճանապարհի վրա անձրևի տակ, որտեղ ես դառնալու եմ այնքան դժվար, որքան առաջ գնալը։ Կիսատ թողնելու միտքը գայթակղի չեմ։ Այն շշնջում է ականջի տակ, դու փորձեցիր։ Դա էլ է բավական է։ Բայց ես գիտեմ, եթե հիմա շրջվեմ ու անվերադարձ հեռանամ, ես կկորցնեմ մի մասնիկ այստեղ, այս քարերի մեջ։ Սա լինելու է իմ կյանքի ամենամեծ կիսատ պատմությունը։ Ես ու գիտեք ինչ, այստեղ լռություն է։ Այնպիսի լռություն, որ լսում եմ միայն հոգու ներսում, բոլորը հիասթափությունները, ափսոսանքները, հոգնածությունը, ամեն ինչ մնում է ներքևում, միայն քամու ձայնը։ Այստեղ նույնիսկ թռչուններ չկան։ Այստեղ միայն ես եմ ու դատարկությունը, որ իրականում ամեն ինչով, բայց ամենակարևորը հիմա սկսվում է։ Գագաթը միայն ճանապարհի կեսն է, հիմա ես պետք է իջնեմ ու իջնելն էլ պետք է լինի ավելի զգույշ, ավելի իմաստուն, որովհետև կյանքը ասում է ներքևում։ Որովհետև մարդկային ճանապարհը պետք է միշտ ունենա իր շարունակությունը։ Լեռը փախչելու տեղ չէ, փախչելու տեղ է գիշերային փաբերը ալկոհոլիզմով տապակվելու համար։ Լեռների հանդեպ իմ սերը ծնվեց ոչ թե բարձրանալիս, այլ հասկանալ, որ ես կարող եմ վերադառնալ ապահով, ողջ ու փոփոխված։ Ավելի շուտ ոչ թե փոփոխված, այլ վերագտնված, վերազինված։ Այսինքն վերադարձած դեպի արմատների ակունք։ Լեռները չեն փոխում, լեռները մեզ տանում են մեր ակունքները։ Ես հիմա հեռանում եմ գուցե անվերադարձ, գուցե այլևս երբեք չկրկնեմ սա։ Գլխիս մեջ այս միտքն էր գագաթում ու ետ իջնելիս, բայց ես տեսնում եմ ինձ հետ այս բարձրությունը հաղթարած մարդկանց բոլորի դեմքին ժպիտ էր։ Ինչ է կապում այս մարդկանց տարբեր մասնագիտությունների, տարբեր զբաղվածությունների, տարբեր բնավորությունների, տարբեր հոգեվիճակների, բայց մարդիկ թողնել են իրենց առօրյա կյանքը, որոշել են, որ պետք է բարձրանան լեռը, Արագած լեռը։ Ինչ էր մարդկանց միացրել իրար։ Այս հարցերի պատասխանները գուցե լինեն արդեն հաջորդ պատմություններում։ Մարդկային լեռնային պատմություններում։ Լեռները մնում են, մենք ենք անցնում։ Բայց այդ անցնելու մեջ ամբողջ իմաստն է, իսկ ի՞նչն է հիմա։ Ես իհարկե հետագայում բազմաթիվ անգամ նորից բարձրացա այս լեռը, Արագած լեռը, բայց արդեն ապրելով նոր էմոցիաներ, որոնք երբեք չկրկնվեցին նախորդին, այլ այն նոր ապրումներ էր տեսնելով ու վերագտնելով, ամեն մի դետալ հետևելով։